հատկապես այսօր երկար ելույթներ եղան արդարադատության հետ կապված։ Հարցը հետևյալում է, այն երկրները, որոնց փորձում եք, ձգտում եք հասնել ժողովրդավար երկրները, ուսումնասիրել եք օրինակ արդյոք քանի հոգի է կալանավորված Facebook-յան գրառման համար, քանի հոգի է հետապնդվում այլակարծության համար։ Եթե սա լիներ ընդհանուր մոտեցում, միգուցե լիներ հասկանալի, բայց հստակ տեսնում ենք, որ այստեղ կա տարբերակված մոտեցում։ Այդ ամենը աշխատում է, երբ որ մարդ խոսում է կառավարության կամ իշխանության դեմ։ Իսկ երբ հակառակն է լինում, իսկ կարծում եմ այստեղ ոչ մեկ չի երգի, որ հակառակը լինում է ու շատ է լինում, շատ օրինակներ կան, դրանք ընթաց չեն ունենում գրեթե միշտ եզակի դեպքերում գուցե ձևական ինչ-որ գործեր ալնում, որ այնուհետև կոծկվում անցում գնում ոչ մեկ դրա մասին չի էլ իմանում։ Այս հարցի պատասխանն եմ ուզում ստանալ, այն ժողովրդավարությունը, որին ձգտում եք, այն երկրները, որոնք օրինակ են ձեր համար ժողովրդավարության, կոնկրետ քանի հոգի կա կալանավորված, որովհետև գործի ընթաց կարող է լինել, դա մի բան է, տուգանք կարող է լինել, դա ուրիշ բան է, այստեղ այնպես չէ, որ ամեն մի Facebook-ի գրառման կամ բանի հետ համաձայնությունս եմ հայտնում, բայց կոնկրետ այս մոլուցքը մարդկանց կալանավորելու, կալանքի տակ պահելու, այլակառուցության, այլախոհության համար։ Ուսումնասիրել եք արդյոք, թե ինչ վիճակում են այն երկրները, որին ձգտում եք հասնել։ Պարոն Քոչարյան, իսկ հարցը ում է ուղղված։ Միացրեք բարձրախոս։ Հարցն ուղղված է կառավարությանը, թող իրենք որոշեն ով է պատասխանում։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Մենք բնականաբար չենք կարող բոլոր երկրների վիճակագրությանը հետևել։ Բայց մենք կարող ենք համեմատել Հայաստանի Հանրապետության նախկին շրջանի վիճակագրության հետ եւ կարող ենք ասել օրինակ, որ քաղաքական գործիչները պատիեզներում չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, սրա նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, եռաբլուրի հողամասերը չեն սեփականաշնորհում։ Ինչ վերաբերվում է միջազգային վիճակագրությանը, մենք հետևում ենք միջազգային կազմակերպությունների զեկույցներին, ովքեր արդեն 5 տարի շարունակաբար արձանագրում են Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ոլորտում։ Համարում ենք արդյոք, որ մեր ժողովրդավարությունը անթերի է եւ մենք հասել ենք մեր երազած ժողովրդավարությանը, ոչ, այդպես չենք համարում եւ այսօր էլ ես բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթի ժամանակ ասացի, անդրադարձա նաեւ արդարադատության ոլորտի մեր խնդիրներին եւ բայց նաեւ չեմ կարող չընդգծել, որ հսկայածավալ բարեփոխումներ ենք իրականացնել եւ չեմ կասկած չունեմ, որ մենք նաեւ անկախ դատական համակարգի արդարության եւ արդարադատության մեր իդեալին հասնելու ենք։ Արձագանք։ Չեք հոգնել ինչ-որ այդ համեմատությունները անելուց, հիմա հետ գնանք ավելի, չգիտեմ, ժամանակներով մինչև Ստալին հասնենք, որ մարդկանց են գնդակահարում, արդեն 6 տարի է իշխանության եք, որ հարց եմ տալիս, փորձեք կոնկրետ պատասխանել, ես խոսում եմ շատ կոնկրետ երկակի ստանդարտների մասին, կարող եմ ես խոսել, որ օրինակ վարչապետի շարասյունը մարդը հղի կնոջ հագցում ավտոյի տակ, լայախ չի ելանում մի հատ կանգնի, ես այդ դաշտ չեմ մտնում, կոնկրետ հարց եմ տալիս, երկակի ստանդարտների մասին, որոնք շատ ակնհայտ է ու ակնառու է։ Իսկ արդարադատության հետ կապված, խնդրում եմ մի ծիծաղացրեք, էլի տեսնում ենք այն ինչա կատարվում, շատ հստակ տեսնում ենք ինչա կատարվում, դատավորների պահվածքը, քննչականների, մնացածների, երբ որ խոսքը գնում է քաղաքական որևէ գործընթացի մասին, ուղղակի այնտեղ sense նստած պեչատում են այդ ամեն ինչը։ Խնդրում եմ կոնկրետ իմ հարցին պատասխանել երկակի ստանդարտների հետ կապված։ Իհարկե իրավունք ունեք հիշել Լեո Պարոնյան, իրավունք ունեն հիշել Լեո Պարոնյան փողոցում տեղի ունեցած խաչմերուկում տեղի ունեցած միջադեպը, նրանք ովքեր առագաստ սրճարանում ծեծելով սպանել են
Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանին։ Ինչ վերաբերվում է իմ հոգնությանը, սահմանադրական իմ պարտականությունն է պատասխանել ազգային ժողովի պատգամավորների հարցերին եւ ես նաեւ չեմ հոգնում ձեր հարցերին պատասխանելիս, որովհետեւ մանավանդ դրանք շատ մեծ օգուտներ են բերում եւ որպես ընդհանրապես խորհրդարանական հարթակը օգտագործելը հարցոպատասխանը շատ օգտակար է, իսկ ինչ վերաբերվում է պատասխաններին, դուք տալիս եք ձեր հարցը, ես տալիս եմ իմ պատասխանը։ Ինչքանով է դա ձեզ գոհացնում, դա ձեր գնահատականն է, ես տալիս եմ այն պատասխանը, որը դուք պետք է ընդունեք ի գիտություն, ինչպես ես ձեր հարցն եմ ընդունում ի գիտություն։ Իսկ ինքնաճանաչումը առանցքային գործոնը մեր կենսական օրակարգը ճանաչելու համար, իսկ կենսական օրակարգը ճանաչելը կարևոր է զարգացումն ու առաջընթացը ապահովելու, պետության հարատևությունը երաշխավորելու համար։ Իսկ ինչու է անհրաժեշտ պետության հարատևությունը, որովհետև պետությունը միայն պետությունն է մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման գրավականը, ու այդպես եղել է միշտ եւ մենք նույնիսկ սա միջև վերջ եւ ամբողջական չենք գիտակցել։ Կա պետություն, մենք կլինենք որպես հայ ժողովուրդ։ Չկա պետություն, մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ։ Եվ իդեպ մենք միջև այսօր որպես ժողովուրդ կանք, բացառապես ժամանակին ունեցած պետական ավանդույթի շնորհիվ, որը բարեբախտաբար հիմա իմ կողմից նկարագրվելիք իրավիճակի բերումով ամբողջությամբ չէ որ կորցրել ենք եւ այդ պատճառներից մեկն է, որ մեզ թույլ է տալիս ահա այսօր ունենալ անկախ պետություն։ Բայց այնուամենայնիվ, ինչու է մեր սոցիալ մտածողությունը եւ կամ սոցիալ հոգեբանությունը էական չափով ապապետական։ Խնդիրն այն է, որ սոցիալ հոգեբանությունը չի կարող եւ չի ձևավորվում 1 տարում, 2 տարում, նույնիսկ 50 կամ 100 տարում։ Դա տևական գործընթաց է 100-ամյակների։ Իսկ վերջին 600-ամյակում մենք միայն 35 տարի ենք անկախ պետության փորձ ունեցել։ Այսինքն մեր այսօրվա սոցիալ հոգեբանությունը, մեր սոցիալ մտածողության գենետիկան մեծ մասամբ ձևավորվել է այն շրջանում, երբ մենք չենք ունեցել անկախ պետություն, այլ եղել են գաղութ, հպատակ, համայնք, այսինքն օրգանական կապի մեջ չենք եղել այն պետության հետ, որի շրջանակներում ապրել ենք։ Այն պետությունները, որում ապրել ենք, մեզ օտար են եղել։ Եթե նույնիսկ որպես ժողովուրդ լավ ենք զգացել այդ պետությունների մեջ, նրանց նկատմամբ ունեցել ենք որոշակի օտարություն, որոշակի դիմադրություն։ Եվ այսպես 600 տարի, նվազագույնը 600 տարի։ Եվ ստացվել է այնպես, որ դիմադրությունը, օտարությունը պետականություն, պետություն հասկացության ընկալման մեր հիմնական ձևն է։ Պետության մեր հիմնական արձագանքը, որովհետև վերջին 600 տարիներին մենք որպես ժողովուրդ ապրել ենք մեզ պարտադրված եւ ոչ թե մեր ստեղծած պետության մեջ։ Եվ հետեւաբար պետության մեր առաջին ընկալումը պարտադրանքն է, որի նկատմամբ առաջին ռեակցիան դա թոթափելու, դրամ դիմադրելու ներքին ցանկությունն է։ Հիմա արդեն, եթե նույնիսկ այդ պետությունը մենք ենք ստեղծել։ Այսինքն ենթագիտակցությունը միևնույնն է շարունակում է աշխատել։ Սա ըստ էության մի բանաձև է, որը բացատրում է 1990 թվականից մինչև օրս տեղի ունեցած բազմաթիվ կարևոր իրադարձություններ, եթե ոչ բոլոր իրադարձությունները։ Բայց չեմ ուզում ընկղմվել